Շնորհակալ եմ, պարոն Կոնջյան, շնորհակալ եմ տիկին նախարար։ Մի ճշգրտող հարց, երբ ասում ենք 200 դրամ, այդ հարկերը ներառյալ են, չի ասում, որովհետև 200,000 հարկերը ներառել։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր հասարակության մեջ ընդունված չի այդ հարկերը հանած, այսինքն այն մարդը, որ այս պայն, երբ որ հարկերը հանում են, կազմում է մոտավորապես 149,000 դրամ, այսինքն այն մարդիկ, ովքեր 149,000 դրամ իրանց աշխատավարձային քարտին ամեն ամիս ստանում են, ու դրանից ավել ասենք, դա ոչ շփոթ չունի, 150,000 եւ ավել դրամ, եթե ամեն ամիս իրանց քարտին արդեն հարկերը հանած նստում են, իրանք համարվում են 200,000 եւ ավել ստացող քաղաքացիներ եւ կարող են օգտվել այս ծառայությունից։ Շնորհակալ եմ այդ մի բարձրաբանման համար։ Օրերս տաքսու վարորդների վերաբերյալ մի տեսանյութ է հրապարակել եւ ի զարմանս ինձ շատ ու շատ այլ խնդիրների այնտեղ բազմաթիվ վարորդներ նշում էին, որ իրենք աշխատում են, վճարում են հարկեր, բայց օրինակ չեն կարողանում օգտվել ապահովագրական ծառայությունից։ Ես ուզում եի հարցնել, այս մարդիկ որ թվականից են, այսինքն իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկեր այդ турքերի տեսքով, իրենք ասում էին, մենք էլ ենք ուզում միանալ, հաշվառնալ, որ իրանց ստաժ չի գումարվում, մենք ունենք գոնե նախնական, իրանք որ փուլից են ինքնակամ թեկուզ կարող են գալ եւ գրանցվել, օրինակ ասիկ 129,000 դառնում է ամսական 10,000 դրամ, հա, վճարեն եւ մի քանի միլիոն դրամ բուժ ապահովագրությունից օգտվել։ Շնորհակալ եմ շատ։ Ուրեմն ամենայն հավանականությամբ խոսքը գնում է քաղաքիրավական պայմանագրերով աշխատանքի մասին, ուրեմն նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից, այս պահին գործում է աշխատանքային պայմանագրերով կնքված ուրեմն գործարքների մասին։ Այո, ճիշտ ասած, մեզ էլ հարցերի շատ մեծ հոսք ունենք, որ անգամ մարդը քաղաքիրավական պայմանագրով չի աշխատում, բայց ինչ որ դրսից եկամուտ ունի կամ այլ ձևաչափով է իր կարիքները հոգնում բարեկամների օգնությամբ, բայց ուզում է կամովի միանալ առողջության ապահովագրությանը, սա իհարկե մեզ համար շատ կարևոր ցուցիչ է եւ մենք նախատեսել էինք, որ կամավոր ապահովագրությանը միանալու համակարգը կգործի 2028 թվականի հունվարի 1-ից, բայց այնուամենայնիվ մենք մոնիտորինգ կիրականացնենք առաջի 6 ամիսներին եւ միասին էլ կքննարկենք արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից կարող ենք այս խումբը եւս ընդգրկել, բայց քաղաքիրավական պայմանագրերով 2027 թվականի հունվարի 1-ից եւս կարողանալու է այս համակարգից օգտվել։ Եթե կարելի է, ես այստեղ մի բան էլ ավելացնեմ, նաև մենք ունենք մի այլ շատ հետաքրքիր արձագանքներ գործատուների եւ կողմից, որ քաղաքացիները ընկալելով նաև օրինական աշխատավարձ ստանալու եւ հարկերը վճարելու արդեն արդյունքները եւ այն շատ մեծ հետադարձ երաշխիքները որ կան, դիմում են, որպիսի նրանց աշխատավարձը գրանցվի այնքան, ինչքան փաստացի նրանք ստանում են։ Եվ սա էլ շատ կարևոր է, որ սիրելի քաղաքացիներ, ձեր իրավունքների պաշտպանության առումով էլ պարտադրեք, դիմեք, որ ձեր աշխատավարձերը գրանցվեն, որովհետև ձեր վճարած հարկերի հետ վերադարձը ձեզ անգամներով 100,000-ավոր դրամներով ավել է, քան թե այդ ժամանակ վճարած հարկերը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար